Շնորհակալ եմ։ Նախ անդրադառնամ պաշտպան հայրենիացին կրկին անգամ ես առիթ ունեցա նախաբանում նշելու, որ մենք ունենք արդեն իսկ այս պահին 4234 շահառու եւ խոսեցի այս պահին հայտերի մասին, այն է ամառային զորակոչի հնարավոր շահառուների մասին, 906 հոգու մասին, որը դեռ ավարտական թիվը չէ եւ ակնկալում ենք, որ այդ թվին կգումարվեն եւս 100-200 երիտասարդներ, գուցե ավելի, ես ուղղակի պայմանական թվեր եմ հնչեցնում, հաշվի առնելով նախորդ վիճակագրությունները, եւ սա էական համալրում է զինված ուժերի համար, մանավանդ որ դա պայմանագրային է, երկարաժամկետ է եւ ես նշեցի նոր օրենսդրական փոփոխության մասին, այն է հնգամյա պայմանագիրը դարձնել 7 եւ 10 տարի, այսինքն 2 գումարած 5, եւ սա դառնալու է, կարծում եմ, առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետության բանակի հիմնական առանցքը, դրան եթե գումարում ենք նաեւ սերժանտական համակարգը, որը հիմնականում համալրվելու է հենց այս երիտասարդներից եւ պրոֆեսիոնալ մակարդակը բանակի այս հատվածում էապես փոփոխության է ենթարկվելու առաջիկա տարիների ընթացքում։ Եթե խոսենք նաեւ համալրման մասին, ես խոսեցի, որ վերջին տարիների ընթացքում այդ տոկոսի հարաբերակցությունը նախորդ շրջանի նկատմամբ, մասնավորապես իմ պաշտպանության նախարար դառնալու ժամանակաշրջանի հետ համեմատեմ, այն է 21 թվականի նոյեմբերը, բայց հաշվի առնելով, որ գործունեության սկիզբ պիտի գոնե համարենք ամառային զորակոչը, 19%-ով ավելացել է ցուցանիշը, որը լուրջ թվերի մասին է, հիմա եթե դա վերածեմ կոնկրետ բացարձակ թվերի, դա հազարավոր տղաների մասին է ըստ զորակոչերի։ Ինչ վերաբերում է շինարարությանը, այո, շարունակվելու է։ Կարծում եմ խաղաղությունը նաև նրա մասին է, որ մենք հանդարտ, հանգիստ կարող ենք ապահովել մեր երկրի երկարաժամկետ պաշտպանունակությունը, անկախ նրանից սպառնալիքներ կան թե չկան։ Մենք ինքներս պիտի գնահատենք ինչ հնարավորություն ունի մեր երկիրը եւ ինչ արտաքին մարտահրավերների պիտի դիմագրավենք, բայց խաղաղության պատրաստվելիս կարեւոր է, որ մենք նաեւ խաղաղությանը զուգահեռ ունենանք նաեւ որոշակի պաշտպանունակություն, որը ոչ մեկի անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը չի սպառնում։ Ընդհակառակը ապահովում է մեր անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Ես նշեցի, որ 25 թվականի, գուցե 25-30 տարիների ընթացքում սա ամենաբարձր կապիտալ շինարարության ծախսեր ունեցող տարին է։ Ես նշեցի 18 թվականը համեմատության համար, շուրջ 17 միլիարդ, եւ համեմատության համար նշեցի 25 թվականը 57 միլիարդ դրամի մասին է խոսքը, գրեթե 58 միլիարդ դրամ կապիտալ շինարարության ուղղությամբ ծախսեր են արվել։ Ու սրանք չեն կարող չունենալ իրենց արդյունքները եւ հետևանքները։ Շնորհակալ եմ։